Կյանքում և բիզնեսում նոր արդյունքներ level up ապահովելու համար առաջին խոչընդոտը վախն է, որը մեզ պահում է մեզ հարմարեցված գոտում և ետ մղում նոր արդյունք գրանցելուց։ Մենք վախենում ենք նոր միջավայրում հայտնվելուց, աշխատանք փնտրելուց, ինչ-որ նոր բան սկսելուց և վերջապես ռիսկի դիմելուց, սակայն շատ լավ գիտակցում ենք, որ առանց այդ գործողությունների չենք կարող ավելի լավ արդյունք գրանցել մեր կյանքում և բիզնեսում։ Ինչու է մեր ուղեղը ընտրում հարմարավետության գոտին, ինչպես դուրս գալ այդ գոտուց և չվախենալ փոփոխություններից։ Եկեք պարզաբանենք։ Ինչու է վախը մեզ անընդհատ ետ պահում առաջ գնալուց և զարգանալուց։ Վախը իրականում ինքնապաշտպանական բնազդ է, սակայն ժամանակակից կյանքում այն ավելի շատ խանգարում, քան օգնում է մեզ։ Մենք վախենում ենք քննադատվել, չհաջողել, վախենում ենք անգամ անորոշությունից, բայց փաստն այն է, որ առանց դրանց չենք կարող գրանցել հաջողություն։ Ուրեմն վախի հետ աշխատելու համար նախ պետք է պարզել, թե հատկապես ինչից եք դուք վախենում իրականում։ Այսպես կոչված ճանաչեք ձեր վախը։ Երբ վախը հստակ է լինում, նրա հետ հեշտ է աշխատել։ Նախ փորձեք պատկերացնել ամենավատ սցենարը, որ կարող է պատահել տվյալ գործողության արդյունքում, որից խուսափում եք։ Կազմեք այլընտրանքային ելքեր այդ երևակայական իրավիճակից։ Այդ ժամանակ կզգաք, որ դուք ավելի պատրաստ եք տվյալ քայլերին։ Հաջորդ քայլը, որ կարող է ավելի կառավարելի դարձնել ձեր վախը, այն ավելի փոքր մասերի բաժանելն է, օրինակ եթե դուք վախենում եք մեծ լսարանի առջև ելույթ ունենալուց, սկսեք փոքրիկ հավաքներում կամ միջոցառումներում կարճ ելույթներից։ Փոքր քայլերով վախը հաղթահարելը ավելի արդյունավետ է և կառավարելի։ Եվ երբ զգում եք, որ ունեք վախ որևէ քայլից, որը շատ անհրաժեշտ է ձեզ, կատարեք այն հակառակ գնալով ձեր վախին։ 1-2 անգամ այս քայլին գնալիս, հաջորդ անգամ կզգաք, որ վախը փոքրացել է կամ անհետացել։ Եվ այսպես, եթե ինչ-որ բանից դուք վախենում եք և դա խանգարում է ձեզ գործել և առաջ գնալ, այս պահին գրեք այն թղթի վրա, նկարագրեք ամենավատ հետևանքը, որ կարող եք ունենալ։ Ուրվագծեք այդ իրավիճակը և դրա ելքերը և փոքրիկ քայլերով գնացեք վախին ընդառաջ։ Հավատացնում եմ ձեզ, միայն այդ դեպքում կարող եք կառավարել և հաղթահարել վախին։ Հիմա եկեք հասկանանք ինչ է հարմարավետության գոտին, որում հայտնվում ենք վախի շնորհիվ և ինչպես կարող ենք դուրս գալ նրա շրջանակներից։ Հարմարավետության գոտին այն միջավայրն է, որում մենք մեզ զգում ենք հանգիստ և կանխատեսելի։ Այն մեզ համար սովորություն դարձած ապրելակերպ է, որտեղ մենք չունենք սթրես, սակայն չունենք նաև աճ։ Մեր ուղեղը ցանկացած նոր բան կամ անորոշություն ընդունում է որպես սպառնալիք։ Սա ձևավորվել է դեռևս հին ժամանակներից, երբ կար գոյատևման խնդիր, և ցանկացած քայլ կարող էր կյանքի համար վտանգ ներկայացնել։ Այս պատճառով մարդիկ տանում են անգամ մեծ անհարմարությունները, սակայն չեն գնում ռիսկի։ Ինչպես հասկանալ, որ դուք գտնվում եք հարմարավետության գոտում և խուսափում առաջ գնալուց։ Դուք դժգոհում եք ներկայիս արդյունքներից, սակայն վախենում եք փոփոխել դրանք։ Հաճախ եք ասում՝ դեռ ժամանակը չի կամ ես դեռ պատրաստ չեմ։ Խուսափում եք ամեն նոր բանից, անգամ երբ գիտակցում եք, որ այն կարող է օգտակար լինել ձեզ համար։ Հիմա ներկայացնեմ այն 3 կարևոր քայլերը, որոնք կօգնեն ձեզ դուրս գալ հարմարավետության գոտուց և գրանցել նոր, ավելի լավ արդյունք։ Առաջին քայլը՝ նախ փոխեք առօրյան կամ ինչ-որ սովորություն դարձած գործողություններ։ Աշխատանքի գնալու ճանապարհը, երեկոյան ժամանցի նոր տարբերակ ընտրեք, նոր միջավայրում հայտնվեք։ Այս ամենը կտա ձեզ ճկունություն։ Երկրորդ քայլը՝ փնտրեք անհարմարություններ։ Կատարեք ձեզ համար անսովոր քայլեր։ Անընդհատ նոր անհարմարությունների սովորելը մարդուն դարձնում է ավելի ազատ իր գործողություններում և ավելի հեշտ է դառնում նոր արդյունքներ գրանցելը։ Երրորդ քայլը վախը հաղթահարելու համար ամեն մի հաջողություն ֆիքսելն է և հիշելը։ Այն ձեզ կտա ինքնավստահություն ավելի համարձակ հաջորդ քայլերը կատարելու համար։ Պետք է հիշել, որ հարմարավետության գոտին այսպես կոչված կայունության ծուղակ է, որքան շատ են գտնվում այնտեղ, այդքան դժվար են լինում դրանից դուրս գալը։
իսկ նրա գոտուց դուրս ամեն մի քայլը մեզ դարձնում է ուժեղ և մոտեցնում նոր հաջողությունների։ Վախի ազդեցությունը բիզնեսով զբաղվող մարդկանց մոտ շատ ավելի մեծ է, քանի որ այստեղ խաղադրույքները ավելի բարձր են, քանի որ բիզնեսի ղեկավարը պատասխանատու է մի ամբողջ թիմի, ֆինանսների և ինչու՞ չէ նաև ստեղծված հեղինակության համար։ Այստեղ եկեք նույնպես սահմանենք մի քանի քայլ, որոնք կօգնեն բիզնեսի ղեկավարներին քայլ առ քայլ հաղթահարել վախերը և գործել բիզնեսում ավելի արդյունավետ և հմուտ։ Նախ և առաջ պետք է հասկանալ, թե իրականում որ վախն է ձեզ կանգնեցնում բիզնեսում նոր քայլեր կատարելու համար։ Փորձել գծել վտանգավոր սցենարը, տվյալ քայլից կամ քայլերից հետո մտածել այդ իրավիճակը ավելի կայուն և վերահսկելի դարձնելու գործողությունների մասին և փոքրիկ քայլերով գնալ դեպի այդ արդյունքը։ Հաշվի առնել ոչ միայն ռիսկերը, այլ նաև անգործության հետևանքները, քանի որ երբեմն բիզնեսի ղեկավարները այնքան են խուսափում ռիսկերից, որ իրենց անգործությամբ բիզնեսը տանում են դեպի փակուղի։ Եվ ամենակարևոր քայլը ղեկավարի համար սկսել որևէ գործողություն, որը նա համարում է շատ կարևոր, սակայն վախենում է արդյունքներից։ Երբ արդեն սկսել ես այդ ուղղությամբ հստակ գործողություններ, շատ ավելի տեսանելի է դառնում արդյունքները և ավելի կառավարելի գործընթացները, քանի որ երբ ռիսկերը միայն քո գլխում են, դրանք առաջացնում են միայն վախեր, իսկ երբ նրանք դառնում են հստակ գործողություններ, լինում են ավելի կառավարելի և արդյունք ստեղծող։ Այնպես որ բիզնեսում նոր բարձունքի հասնելը իր մեջ պարունակում է մի շարք անհարմարություններ։ Պետք է ոչ թե տրվել այդ վախերին, որոնք առաջանում են այդ ճանապարհին, այլ գնահատել ամեն մի քայլի սպասվող հետևանքը և անել առավելագույնը ցանկալի արդյունք ունենալու համար։ Վախի հաղթահարումը երևի թե ամենակարևոր գործողություններից է կյանքում և բիզնեսում նոր արդյունք գրանցելու համար։ Երբ հաղթահարում ես վախը կամ սկսում կառավարել այն, կյանքը դառնում է ավելի հետաքրքիր, իսկ գործողություններդ ավելի ազատ ու համարձակ։ Շարունակեք հետևել Level Up վիդեոշարքին, եթե ցանկանում եք քայլ առ քայլ բարելավել ձեր կյանքում և բիզնեսում ունեցած արդյունքները։ Հաջորդ թեման ժամանակի կառավարումն է։ Բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակոճակը և բաց մի թողեք հետագա վիդեոները։